Այն որ հեծը թալանել է քեզ, դրա մասին մենք արդեն շատ ենք խոսել, բայց որ հեծը իր թալանն իրականացրել է իրական անկուշտի պես, սա ինձ համար կարելի ասել նույնիսկ նորություն էր։ Հիմա կներկայացնեմ ընդամենը մի քանի կառույց, կհասկանաք թե ինչ թվեր են գրվել այս կառույցների վրա հոսանքի հավելավճարի տեսքով, հավելագրման տեսքով ու ինքներդ է ինձ թվում է կզարմանաք։ Սևանի համայնքապետարան, Սևան Հայաստանի ամենահարուստ համայնքը չի, 1000 ունի խնդիր ունի այդ համայնքը։ Այդ համայնքապետարանի վրա գրվել է 1.100.000 դրամ ավել հոսանքի գումար։ Հալիձորի մանկապարտեզ, Հալիձոր, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, որքան խոսում են մանկապարտեզ, երեխեք, այդ բանի վրա գրվել է, մանկապարտեզի վրա գրվել է 250.000 դրամ հոսանքի ավել գումար։ Այսինքն այդ 250.000 դրամը կարող դառնալ երեխեքի, չգիտեմ, ինչ որ մի օր շոկոլադ, ինչ որ մի օր, չգիտեմ, մի ուրիշ բան, մի դայակի ենթադրենք հավելավճար կամ պարգևավճար, բայց չէ, հենց անկուշտի պես թալանել է, այդ գումարը իրան է վերցրել։ Օրինակ, Շամբի միջնակարգ դպրոց 130.000 դրամ։ Այս գումարով, չգիտեմ, օրինակ մի դասարանի վարակույրներ կարող փոխվել կամ մի բան կարող լինել։ Այստեղից ինչ հետևություն, որ նույնիսկ միլիոնների ու միլիարդների մեջ, եթե ինչ-որ մի իր այս դեպքում հեծը անկուշտ է, նա երբեք չի կշտանալու։